Սիրելի ուսուցիչներ, ձեզ եմ ներկայացնում հանրաշիվ 9 իմ նոր դասագիրքը։ Այն եզրափակում է առարգայական չափորոշիչով միջին դպրոցում հանրաշվի լեզվի ուսումնասիրման համար նախատեսված նյութը։ Դասագրքի տեսական մասը շարադրված է պարզ ու մատչելի։ Հասկացությունների սահմանումներին հաջորդում են բնորոշ օրինակների դիտարկումներ։ Հատկությունները մեկնաբանվում են, հաճախ նաև ապացուցվում։ Հիշեք, ապացուցումը կատարում է աշակերտի համար 3 կարևորագույն գործառույթ, հնարավորություն է տալիս հայտնաբերել ճշմարտությունը, հիմնավորել և հասկանալ այն։ Կյանքում և մնացած գիտություններում ճշմարտության հետ կապված այս գործառույթները իրականացվում են պրակտիկայի միջոցով։ Ապացուցումն է, որ առաջին հերթին իրականացնում է տրամաբանական մտածողության ձևավորման և զարգացման մաթեմատիկայի առջև տրված չափորոշիչային կարևորագույն խնդիրը։ Ապացուցումն է, որ մաթեմատիկան դարձնում է մաթեմատիկա, առանց ապացուցման չկա մաթեմատիկա։ Հատուկ ուզում եմ նշել դասագրքում առաջադրանքների ներկայացման յուրահատկությունը։ Դրանք կազմված են ըստ իմացության տարբեր մակարդակների։ Մեզանում չափազանցվում է գիտելիքի դերը, անգամ կրթությունն է որակվում որպես գիտելիքի կրթություն։ Այնինչ գիտելիքը իմացության ամենացածր մակարդակն է, տեղեկատվության ճանաչման մակարդակը։ Առանց հասկանալու և կիրառելու տեղեկատվությունը մանավանդ մաթեմատիկայի վարակայում նշանակում է սոսկ սերտում։ Սովորողները հիմնականում չեն էլ տարբերում գիտելիքը հասկանալուց։ Դասագրքում գիտենալու և հասկանալու մակարդակներին ուղղված առաջադրանքները տարանջատված են։ Ուշադրության կենտրոնում է նաև հանրաշվի կիրառական միջավայրը։ Դասագրքի յուրաքանչյուր դասում ամփոփված են կիրառական խնդիրներ, որոնք մոդելավորվում են հենց այդ դասի նյութի միջոցով։ Սա շեշտում է հանրաշվի գործնական նշանակությունը, լուծում է նաև այլ ուսումնական առարկաների հետ հանրաշվի միջավայրական կապերի խնդիրը և հաստատում Գալիլեի հայտնի իմաստությունը՝ մաթեմատիկան լեզու է, որով գրված է բնության գիրքը։ Դասագրքում հատուկ ուշադրություն է դարձվում սովորողների արժեհամակարգի ձևավորմանը։ Հիշենք, որ կրթությունը ուսուցման հետ միասին ենթադրում է նաև դաստիարակություն և զարգացում։ Ահա բարոյական, գեղագիտական, հոգեկան, համամարտկային, ազգային արժեքների ձևավորման ուղղված տեսական նյութերը և առաջադրանքները նպաստում են համապատասխան արժեքների ձևավորմանը։ Սիրելի ուսուցիչներ, մեր կրթության նպատակը առաքելությունը հոգևոր, մտավոր և բարոյական բարձր հատկանիշներով օժտված իր երկիրը սիրող քաղաքացու, իր հայրենիքի նվիրյալ զավակի դաստիարակումն է, ինչին կոչված է նաև ներկայացվող հանրաշիվ 9 դասագիրքը։ Ձեր աշխատանքում ձեզ կօգնի նաև դասագրքին գիծ ուսուցչի ձեռնարկը ձեզ անհրաժեշտ իր հարուստ նյութերով։ Կօգնեմ նաև ես, որ ամբողջ ուսումնական տարվա ընթացքում լինում եմ ձեր կողքին, իմ դասագրքով պարապող ուսուցչի կողքին, պատրաստ պատասխանելու առաջադրված բոլոր հարցերին։ Հաջողություն ձեզ և բարի ու արդյունավետ համատեղ աշխատանք։